Ինչ են փակվում ռեստորաններ շատ անգամ, բացվում են ու փակվում են։ Ոլորտի մեջ քո համար ոլորտ է ստեղծել սենց ասած ու դրանով է զբաղվում։ Ռեստորանը ինքը ֆիլմի պես մի բան է, ռեստորանը ինքը օպերա է։ Արդյոք մեզ հետաքրքիր է մեր մշակույթը։ Ժամանակին այնպիսի շենքեր ծնվեցին, ծլեցին Երևանում, որոնք ուղղակի հիմա ես հնարավորություն ունենայի կպայթացնի այդ շենքերը։ Ես չեմ տեսնում կապը մեր պատմության, մեր մշակույթի ու մեր հին Երևանի մեջ։ Քարը շինանյութից պետքա դուրս բերենք դեպի արժեք պրոդուկտ։ AI-ը փոխելու է ճարտարապետներին ու դիզայներներին, թե ոչ։ AI-ը դա գործիք է, դու ոնց ասես ինքը տենց կանի, այդքան էլ տենց չի։ Մենք այդ շենքում չենք բնակվելու։ Մեզ պետք է որ պրոյեկտին համապատասխան լինի, որակը հետաքրքիր չի։ Արդեն իրանց ուղեղը չի աշխատում։ Ինչ գործիքներ կարելի է օգտագործել, որ նույն կերպ Հայաստանի մշակույթը տանել դուրս։ Քանդվել էր այդ փաթեթավորումը, քարերը իրար ջարդել էին, մենք այնտեղ քար էինք վերականգնում։ Ողջույն բոլորին, այսօրվա Stone Talks-ի հյուրն է ինտերիեր դիզայնի եւ ճարտարապետության Imagement ստուդիայի հիմնադիր Միքայել Կարսյանը, ով նաեւ իմ շատ լավ ընկերն է եւ նաեւ հանդիսանում է քարտադրողների միության խորհրդի անդամ։ Միքայել ջան, ողջույն։ Ողջույն։ Ոնց ես։ Շատ լավ։ Շատ ուրախ եմ, որ լավ ես։ Այսօր մեր առաջին եթերն է իրականում ու ես շատ ուրախ եմ ու հպարտ եմ, որ դու ես իմ հյուրը լինելու։ Այսօր մենք խոսելու ենք տարբեր թեմաների շուրջ, սկսելու ենք ամենակարևոր հարցերից, քննադատելու ենք, քննադատվելու ենք, ինձ թվում է մենք երկուսս էլ դրան պատրաստ ենք։ Արի սկսենք ամենակարևոր իմ համար հարցից։ Ես ունեմ ինֆորմացիա, որ դու ընտանեկան բիզնեսի մեջ ես ու առհասարակ շատ մեծ ընտանեկան, հա, հայր, պապիկ, հորեղբայր ու այդ ամենի հետ մեկտեղ դու ստեղծել ես քո առանձին ընկերությունը։ Կուզեմ մի քիչ դրա մասին պատմես։ Մի քիչ բիզնես կոչել, չգիտեմ, արժի թե չէ, ես կարծում ստեղծագործական ընտանիքի թոռ եմ, պապիկ տատիկս նկարիչներ էին, պապիկս նկարիչ ձևավորող, որը խորհրդային ժամանակներին այդպես վառ դեմքերից էր ձևավորող որպես եւ ձևավորել է բազմաթիվ հանրախանութներ, թանգարաններ եւ այլն։ Տատիկս գեղանկարչուհի էր, չնայած ցավոք սրտի շուտ հեռացավ կյանքից, բայց հետո իրանց գործը շարունակեցին հայրս, հորեղբայրս Լևոն Կարսյանը, հայտնի դիզայներ, շատ ճանաչված եւ մեր օպերայի բալետ թատրոնի ջահերի հեղինակն է եղել ժամանակին, չէ բոքսարի թատրոնի ձևավորողը, ջահեր եւ ինտերիերներ, պապան գեղանկարիչ, գրաֆիկ, էմալիստ, խճանկարների մասնագետ, հետո ինչ որ ժամանակ իր կյանքում սկսեց զբաղվել ինտերիեր դիզայնով եւ հանդիսացավ հեղինակը բազմաթիվ ռեստորանային պրոյեկտների եւ հետո ես արդեն շարունակեցի, չնայած իմ կրթությամբ ես գեղանկարիչ եմ եւ Թելեմեզյանի ուսումնարն եմ ավարտել գեղանկարի բաժինը եւ Գեղարվեստի ակադեմիան, բայց ոնց որ շեղվեցի այդ ուղղությամբ, քանի որ հորեղբայրը ժամանակին կոպիտ ասած վզից բռնեցին, ասեց այնա քո ուղղությունը պետքա շարունակես այդ ուղղությամբ։ Ասեմ ավելին, կա տպավորություն ոչ միայն իմ մոտ, որ մեր շրջապատի մեր հարակից մարդկանց մոտ, որ ոչ միայն ընտրել ես դիզայնի ու ճարտարապետության ուղղությունը առհասարակ, այլ նաև այդ ոլորտի մեջ ընտրել ես նեղ ուղղություն, շատերը քեզ ռեստորատոր են անվանում, շատերը քեզ պատկերացնում են որպես ռեստորանային համալիրների այդ տեսակ շինությունների ճարտարապետ ու դիզայներ։ Կասես ինչը քեզ տարավ այդ դաշտ ու ինչքանով է համամասնությունը քո աշխատանքների այդ ոլորտում։ Հետաքրքիր հարց ես տալիս։ Ես կարծում եմ, որ սերը դեպի խոհանոց եւ ընդհանրապես այդ մշակույթը եկել է իմ մամայից, որտեվ մաման էլի շատ մեծ սիրահար է խոհանոցի պատրաստելու, մենք շատ անգամ զանգում ենք, բայց տեսել ես, ես սարքել ես, ես եմ պատրաստել դու են, այսինքն շատ հետաքրքիր մեր մոտ դիսկուսներ են լինում եւ ես տարբեր երկրներ երբ որ ճամփորդում էի, փորձում էի հասկանալ ինտերիերներ, կարդալ ինտերիերներ եւ շատ իհարկե ռեստորանային, քանի որ պապայի արդեն արած ռեստորանային պրոյեկտներին ես ականատես էի դառնում մինչեւ իմ այս կարիերան սկսելը, ես սկսեցի փորձել հասկանալ եւ խորանալ այդ ամեն ինչի մեջ, սկսեցի
սիրել այդ ամեն ինչը եւ ընդհանրապես ավելի մասնատված ուսումնասիրել, թե այդ process-ը ոնց է ընթանում։ Ես քեզ իրականում սենց ստեղծման, ասեմ, ես էլ խոհանոցի հետ սեր ունեմ, հայտնի սիրեցի դու։ ու այն որ դու հենց այդ ոլորտի մեջ ես, ոլորտի մեջ քո համար ոլորտ ես ստեղծել սենց ասած ու դրանով ես զբաղվում, ինձ հիացնում է ու թե դու ոնց ես մոտենում, հա, այդ ամեն ինչին, ես հետևում եմ, տեսնում եմ, անգամ տեխնիկաները ոնց ես ներդնում վիզուալի մեջ, ինտերիերի մեջ, այդ ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Ինձ գիտես ինչն է հետաքրքիր քո պրոյեկտների մեջ, որն է քեզ ամենաշատը ներքին ոնց որ բան տվել, հա, ինչով ես դու ոգեշնչվում, որ պրոյեկտով ես ավելի շատ ոգեշնչվում։ Ես կասեի ոնց է սկսվում երևի ռեստորանային պրոյեկտը։ Ես տարիներ ուսումնասիրելուց հետո եկա այն եզրահանգման, որ այն ինչ որ անում եմ ես եւ այն ինչով ես պետք է զբաղվեմ, դա շատ նման է ռեժիսուրայի։ Այսինքն ոնց են ֆիլմերը ստեղծվում, չէ՞։ Հա։ Սկզբից թիզերը, հետո տրեյլերը, այսինքն պատմություն, նախապատմություն կա կամ օրինակ գրքեր են գրված ոնց օրինակ Հարի Փոթերը, հետո ինքը դարձավ ֆիլմ, ոնց որ Ագաթա Քրիստիի դետեկտիվները հետո սարքել են ֆիլմ։ Ռեստորանը ինքը ֆիլմի պես մի բան է, ռեստորանը ինքը օպերա է, ես միշտ ասում եմ դա, եւ այն ինչ որ ես զբաղվում եմ, սա ռեստորանային դրամատուրգիա է։ Այսինքն ես ստեղծում եմ կոնցեպտներ, ես ստեղծում եմ գաստրոնոմիկ ուղղություններ, ես ընտրում եմ ինչ ուղղությամբ են գնում, ինչ խոհանոց պետք է լինի, ինչ ինտերիեր պետք է լինի, այս ամեն ինչը ոնց որ օպերա է ստեղծում, լավ, կա լիբրետո, կա երաժշտություն, կա ռեժիսուրա, դերասանական խաղ, երգիչների վոկալ, երաժշտություն եւ հանդիսատեսը ինքը Արդեն գնահատականը տալիս է։ Այո, ռեստորանի հաճախորդն է։ Այսինքն քո աշխատանքի գնահատականը կարելի է չափել այդ տվյալ ռեստորան այցելությունների Ես ոչ թե դրա իհարկե, բայց նաև կարելի է ասել, որ ամենակարևորը ռեստորանային պրոյեկտներում դա կոնցեպտն է։ Ինչի մասին է ռեստորանը։ Ինչի են փակվում ռեստորաններ շատ անգամ, բացվում են ու փակվում են, որովհետև ոչ մի բանի մասին ռեստորաններ են։ Համաձայն եմ, կա այդպես բան, Կարսյան ջան, արի գանք մեր հիմնական ոլորտ, հա, ու կապենք այդ ամեն ինչը իրար հետ, քանի որ ես գիտեմ, որ դու քո պրոյեկտներում շատ հաճախ օգտագործում ես քար, ու իմիջիայլոց Կարսյանը եղել է այն մարդը, ում առանց վիզուալ իրար հետ ծանոթ լինելու, ուղղակի իրար մասին իմանալով, ընդամենը զանգել եմ, ասել եմ Կարսյան ջան, սենց նպատակ ունենք, քարտադրողների միություն ունենք հիմնադրելու, մեծ ցանկություն ունեմ, որ դու լինես մեր խորհրդի կազմում ու առանց որևիցե մի բանի Կարսյանը համաձայնվել է, որի համար քեզ շատ շնորհակալ եմ, արժեքը կիսելու, գաղափարական կողքս կանգնելու, շնորհակալ վստահելու համար։ ու հիմա անդրադառնանք, հա, արտադրողներ, դիզայներներ, ճարտարապետներ, համագործակցությանը, խնդիրներին, կոնֆլիկտներին ու այդ ամեն ինչը փորձենք քննարկել, որ մեզ դիտողներն էլ հասկանան, քանի որ հիմնականում իրենք օգտագործողն են վերջնական product-ի, մեր կոնցեպտի, հա, դիզայներ, արտադրող, չգիտեմ, տեղադրող կոնցեպտի վերջնական օգտագործողը իրենք են, որ իրենք էլ հասկանան, թե որտեղից են հիմնականում խնդիրները գալիս։ Այդ մասը քննարկենք իրար հետ։ Սիրով, առաջի խնդիրը ինչն է մեր երկրում, որ մենք մեր քարը դեռ խորհրդային տարիներից արժեքից իջեցրել ենք դեպի ինչ-որ միջոց։ Այսինքն հասկանում ես ինչ եմ ասում, արժեք եւ միջոց, այսինքն հիմա հակառակ process-ը պետքա գնա։ Մենք քարը շինանյութից պետքա դուրս բերենք դեպի արժեք product։ Եվ ես բազմիցս դրա մասին խոսել եմ եւ ասել, որ եթե մենք ուզում ենք դուրս գալ մի շուկա, որտեղ առաջարկները շատ են, մենք պետքա մեր քարի որակը բարձրացնենք։ Արտադրական որակը, որովհետև որպիսի բոլորի པարզ լինի, քարը մեզ տալիս է բնությունը ու այն ինչ որ տալիս է մեզ բնությունը, մենք դրա վրա իհարկե ազդեցություն չունենք, մեր ազդեցությունը արդեն հետագա մշակման process-ների որակական ստանդարտներն ապահովելն է։ Ու այն կարծրատիպը, որ քարը պետքա հանքից կամ բնությունից դուրս գա իդեալական վիճակում, ես լինելով հանքային ոլորտում նաև
կարող եմ փաստել, որ այդ շատ քիչ դեպքերում է այտենց լինում, համենայն դեպս հանքարդյունահանման մեջ պիտանի զանգվածը երեսպատման սալիկների արտադրության համար դա 20-ից 30%-ն է, երբ որ հանքարդյունահանող ընկերությունը ունի 20-ից 30% ցուցանիշ, այդ դիտարկվում է որպես լավ ցուցանիշ, պրոդուկտիվ ցուցանիշ։ Այն մնացած մասը մենք արդեն օգտագործում ենք տարբեր պրոյեկտներում, տարբեր միջավայրերում։ Ու իմիջիայլոց վերջին շրջանում քո ասած ճանապարհը մենք էլ մեր ներուժն ենք ներդնում դրա մեջ, որ ճանապարհ հարթենք դեպի միջազգային շուկա ոչ թե որպես շինանյութ, այլ որպես հայկական քարը միջազգային բրենդ։ Ու դրա պատճառով է, որ մենք չենք կանգնում մենակ կոնկրետ հայկական շինարարության կամ երեսպատման սալիկների արտադրության մեջ։ Ու մենք մեր արտադրողներին նույնպես հորդորում ենք ու ասում ենք, որ ավելի լավ է մենք ավելի բարդ պրոյեկտներ ունենանք, հա, դժվար է, գլխացավանքը շատ է, բայց այդ նույն արդյունքում մենք ունենում ենք հավելյալ արժեք, որը շատ ավելի կարևոր է ու շատ ավելի թանկ արժի, քան օրինակ երեսպատման սալիկը։ Բայց այս համատեքստում ուզում եմ ավելի շատ քննարկենք դիզայներների, ճարտարապետների ու արտադրողների կոնֆլիկտային սիտուացիաները, որը բոլորս գիտենք շատ են լինում ու պետքա հասկանալ, պետքա ընդունել, որ մենք ոչ թե պրոդուկտ մատակարարող եւ պատվիրատու ենք, այդ իմ կարծիքն է օբյեկտիվ, այլ գործընկերներ ենք, որովհետեւ շատ դեպքերում հենց այդ հասկացությունը, որ չկա, լինում են կոնֆլիկտներ, այսինքն դիզայները, քանի որ սենց ասած ինքը լիազորված անձն է սեփականատիրոջ, ավելի շատ հանդես է գալիս որպես պատվիրատու, քան որպես գործընկեր։ Այդ իմ կարծիքն է, որ հիմնական կոնֆլիկտները գալիս են այդտեղից։ Դու ինչ կասես դրա մասին։ Դե հիմնական կոնֆլիկտները առաջի հերթին գալիս են ապա տեղեկատվությունից եւ քիչ ինֆորմացիայից։ Քարարտադրողները պետքա կրթեն ճարտարապետ դիզայներներին, դիզայներներն ու ճարտարապետները պետքա կրթեն արտադրողներին։ Դա փոխադարձ մի հատ սիմբիոզ է մի հատ, որը որ պետքա այդ ամեն ինչը ճիշտ ուղու վրա մեծ աշխատող շիստրյոնկա է, որտեղ ամեն մեկը իր դերն ունի ու արդյունքը տեսնում է արդեն պատվիրատուն։ Միանշանակ։ Շատ կարևոր պահ է նաև գիտակցել, որ քարի արտադրությունը նաև կախված է ինչ-որ սարքավորման հետ։ Եվ իմանալ այդ սարքավորումը եւ այդ սարքավորման հնարավորությունները այդ գրագիտության մասն եմ նաև ես խոսում։ Ինդուստրիալ գրագիտությունը, որը պետքա լինի ցանկացած դիզայներ ճարտարապետի մոտ, բերելու է նրան, որ ֆանտազիան կստեղծի ինչ-որ նոր բաներ։ Համաձայն եմ, Կարսեն ջան, բայց այստեղ մի հատ բան կա, որ այսօրվա հայկական շուկան այնքան լցված է ու դիզայներները, նաև արտադրողները այնքան զբաղված են իրականում, որ շատ ժամանակ օբյեկտիվ թե սուբյեկտիվ կրթվելու կամ update լինելու, հա, ժամանակը չկա, բայց պետքա իմ կարծիքով հասկանալ հետեւյալը, որ դրա փոխարեն կան արտադրողներ, ում ուղղակի պետքա վստահել։ Պետքա մոտենալ որպես գործընկերոջ, քանի որ պարզավոր տիրապետում են հաստոցային բազաներին, հնարավորություններին եւ պրոդուկտուալ մշակման կոնցեպտներին, հա, ինչ կարելի է մշակել։ Օրինակ, ունեցել ենք դեպքեր, երբ որ դիզայներները Էմիրատների կամ Իտալիայի ցուցահանդեսներում ինչ որ բան են տեսել, հեռախոսով ֆոտո են արել, բերել են արտադրողներին, ասել են սենց այս պրոյեկտի մեջ սա ենք ուզում օգտագործել ու գոնե գրեթե 70% արտադրողները պատրաստակամ են բարդ աշխատանքների, քանի որ հասկանում են, որ այսպես կոչված ֆինանսական մոդելը նաև դրա մեջ է։ Դե ամեն ինչը գալիս է նրանից, թե դիզայներները ինչ են ներկայացնում պրոյեկտի մեջ, այսինքն ոնց ես դու ներկայացնում։ Այստեղ շատ կարևոր մի հատ միջամտություն։ Այո։ Հետևում ես դիզայներական թրենդերին թե ոչ ու ինչքանով ես դա օգտագործում այսօրվա պրոյեկտների մեջ։ Անկեղծ ասեմ, փորձում եմ չհետևել, որտեղ դրանք ինձ խանգարում են։ Օրինակ, եթե ես զբաղվեի բնակարանների, տների դիզայնով, պարտադիր պետք է հետևեի։ Բայց իմ թրենդը, դա իմ կոնցեպտն է ռեստորանի, ամեն ռեստորանի թեմա, կոնցեպտ դա թրենդ է։ Այսինքն թրենդները չեն տալիս ոգի, ես տենց եմ հասկանում ամենայն դեպս։ Ինձ կարող է որոշ տեղերում հուշեն, կարող է որոշ կետերում ես որպես գործիք ես օգտագործում ավելի շատ։ հա,
բայց որ ես ընկնեմ այդ տրենդերի հետևից, սա Որտեղ վերջի շրջանում անկեղծ որ ասեմ, մի քանի պրոյեկտներ եմ տեսել դիզայներների, որտեղ հա այդ տրենդները օգտագործված է բայց շատ դա մեզ լավ, ամեն բայց նույն լուծումն այդ տրենդը ու նախ իմ կարծիքով, ես ինքս դիզայներ չեմ, գիտես, ես ավելի շատ արտադրական մասնագետ եմ, բայց համենայն դեպս ցանկացած ինտերիեր, ցանկացած կոնցեպտ որպես տրենդ չի կարող հանդես գա, ինքը պետքա ներկայացնի իր օգտագործողին, իր օգտագործողի պատմությունը, իր օգտագործողի միտքը, իր օգտագործողի տրամադրությունը, հա, ու տեսնում ենք պրոյեկտներ, հետո ծանոթանում ենք սեփականատիրոջ հետ ու հասկանում եմ, որ այդ պրոյեկտը բացարձակ կապ չունի այս մարդու հետ, այսինքն վիզուալ կարող է շատ սիրունա, լուրջ տրենդներ է օգտագործած, լավ, ասենք բյուջե է դրած, հա, բայց այդ պրոյեկտը կապ չունի այդ տվյալ օբյեկտի տիրոջ հետ։ Նույն պարագայում կա հակառակ էֆեկտը, երբ որ նայում ես, որ շատ չնչին բյուջեով մարդիկ ստեղծում են ու ստանում են մի հատ կոնցեպտ, մի հատ տարածություն, որտեղ քեզ հաճելի է, անկախ նրանից, հա, նախ ինքը կապ ունի սեփականատիրոջ հետ, բացի դրանից էլ դու այդ տարածքում գտնվելով հաճույք ես ստանում։ Ու այդտեղ մեծ բյուջե չկա։ Հենց երեք բան էի Relay թերթում ու տեսա մի երիտասարդ աղջիկ իր քույրիկների հետ Երևանի կենտրոնում Ռամադայի դիմացը։ Սենց թունելային հատված էր, ցույց էին տալի, այդ թունելային հատվածով մտնում ես, ինչ որ հայաթա, ինքը art cafe է, որտեղ իրանց նկարներն են, իրանք էլ են գեղարվեստական ընտանիքում, իրանց նկարներն է, իրանց գործունեությունն է ու դա համատեղել են ես չլինելով ընդեղ զուտ բանով, ռիլով ինչ որ հին երևանյան բան զգացի, հա, մշակույթ զգացի, ոգի զգացի ու այս ամենի հետ մեկտեղ գանք Երևանին հասնենք ու ուզում եմ լսեմ կարծիքդ Երևանի մասին, էսպային ինչ որ կատարվում է, ինչ կարծիք ունես դրա մասին, ինչքանով է դա ճիշտ ըստ քեզ ու ինչա պետք փոխել։ Նախ այդ art cafe-ից ասեմ, ցավոք, գիտես ինչն է ամենացավալին, որ մտնում ես 80% անգամ 90% ռուս հաճախորդ, այո, հայեր չեն, ես էլ ռուսները գալիս են հետաքրքրվում են մեր արվեստով, մտնում ես մեր ու պատկերասրահ առհասարակ ոչ միայն ռուսներին, այլ օտարերկրյա, հա, մեր տուրիստերին սենց ասած, շատ հետաքրքիր է մեր մշակույթը, բայց արդյոք մեզ հետաքրքիր է մեր մշակույթը։ Ու ինչքանով է դա արտահայտված այսօրվա մեր իրականության շինարարության բումի հետ։ Սեփական մշակույթ չիմանալը բերում է դեգրադացիայի։ Իհարկե։ Օրինակ խորհրդային ժամանակ մենք շատ ավելի լավ տեղեկություն, շատ ավելի լավ տեղեկացված էինք սեփական մշակույթից, թեկուզ վերցնենք լեզվի իմացությունը, հայոց լեզվի իմացությունը, օրինակ իմ հասակակիցները կամ ինձնից մի քիչ մեծ սերունդը գրագետ են, հետո իջնում է արդեն անգրագիտությունը գնում է, զարգանում է ու այս վերջին տարիներին ես զգում եմ, որ չէ, նորից վերականգնվում է այդ ամեն ինչը։ Հա, այդ կարամ ասեմ ուսանողների հետ իմ փորձից շփման, ուսանողները շատ ավելի այս թվականների, հա, ուսանողները շատ ավելի պրոակտիվ են, շատ ավելի գնահատում են իրավիճակը, որը կա ու այն ժամանակ, օրինակ իմ ուսանող ժամանակ կրթվել է այդքան տրենդային չէր, մարդիկ չէին սիրում սովորել, մարդիկ մտածում էին, որ օրինակ դու պրոստը ընդունվել ես ինստիտուտ, որպեսզի դիպլոմ ունենաս, այդ կրթվելը դասի նստելը բան այդ ամոթ երևույթներ էր, իսկ հիմա մեր ուսանողները շատ լավն են, այդ իմ օբյեկտիվ կարծիքն է ու թեկուզ միայն այն փաստը, որ քեզ տրանսլիտով չեն գրում, հայատառ են գրում, արդեն իմ համար մեծ բան է, դա իմ համար դա շատ կարևոր բան է։ Եթե մեկը ինձ պատասխանում է հայատառ, հայերեն է գրում ու գրագետ, իմ աչքին շատ է բարձրանում։ Իսկ վերադառնալով քո հարցին ինչա կատարվում Երևանում, հիմա Երևանում տասնապատիկ ավելի լավ ամեն ինչ կատարվում, տասնապատիկ, քան օրինակ 2000-ականների սկզբին, 2010, 10, չգիտեմ, 2, 4, 16 թվերին։ Այսինքն ճարտարապետական հիմա բում է, նայում ես նորակառույց շենքերը, մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսից հետաքրքիր, հորինվածքով, հարմարավետությամբ։ Ինչքանով են այդ շենքերը համապատասխանում մեր մշակույթին, մեր պատմությանը։
Ես քո հետ իհարկե լրիվ համաձայն եմ, որ այն ինչ որ կատարվում է դա շատ լավ է, շինարական բումը իհարկե շատ լավ է, թե տնտեսական առումով, թե ճարտարապետության առումով, բայց ես իմ անկեղծ կարծիքն ասեմ դրա շուրջ ու իհարկե կուզենամ լսեմ քո կարծիքը, այդ ամեն ինչի մեջ, այդ գեղեցկության մեջ ես չեմ տեսնում կապը մեր պատմության, մեր մշակույթի ու մեր հին Երևանի մեջ։ Եթե խոսքը գնում է հին ստալինյան ճարտարապետության մասին, միանշանակ ես չէի նմանվի ճարտարապետություն, ես չէի անի մի աշխատանք ճարտարապետական նախագիծ, որը ինչ որ չափով կնմանվեր, հիմա կան ճարտարապետներ, անուններ չբարձրաձայնենք, որոնք որ փորձում են նմանվել թամանյանական այդ պլեյադային, այսպես ասած։ Տես, ես ճարտարապետական այդ բաները չեմ տիրապետում, հա, գործիքակազմին, իմ անկեղծ կարծիքը ասեմ, երբ որ օրինակ Եվրոպայում եմ լինում, այս վերջում Փարիզում էի ու քեզ թվում է, որ դու մի տարածքում ես, որովհետև ճարտարապետությունը ամբողջությամբ, հա, Էյֆելից մինչև Լուվր գրեթե նույնն է ու երբ որ դու քայլում ես այդ ճանապարհով, քեզ թվում է ինքը մի տարածք է։ Մի ամբողջականության մեջ ես դու։ Դու բանալի մի հատ խոսք ասացիր Էյֆելից մինչև Լուվր։ Նախ Էյֆելը կապ չունի Լուվրի հետ, որտեղ ժամանակին, երբ որ Էյֆելը դրեց այդ աշտարակը, ամբողջ հանրությունը ոտքի կանգնեց, ասեց, «Էս ինչ այլանդակություն եք բերել դրել այդտեղ, ընդհանրապես կապ չունի Փարիզի հետ», բայց հետո ինքը դարձավ Փարիզի անբաժան մասը։ Այո։ Ուզեմ ասել, որ ամեն ինչը հարաբերական է։ Իսկ ինչ որ հիմա կատարվում է եւ այդ ուրբանիզացիան, որը ես նայում եմ ոնց է զարգանում Երևանի արվարձաններով եւ Երևանի շուրջ, Երևանը ինքը ամֆիթատրոնային քաղաք է, չէ՞, ոնց որ ամֆիթատրոնում մենք լինենք, ասես պարտեր, ամֆիթատրոն, յարուս եւ այ ամֆիթատրոնում եւ յարուսում այն ինչ որ հիմա կառուցվում է, ինքը տասնյակ անգամներ ավելի լավ է եւ ավելի գեղեցիկ ու որակյալ, քան դա արվում էր օրինակ 10 տարի, որակյալի մասով իհարկե համաձայն եմ։ Թե ճարտարապետական հորինվածքով, թե կատարման որակով դա անհամեմատելի է։ Ժամանակին այնպիսի շենքեր ծնվեցին, ծլեցին Երևանում, էլի չեմ ուզում անուններ տալ, որոնք ուղղակի հիմա ես հնարավորություն ունենայի, կպայթացնի այդ շենքերը, որպեսզի Երևանի տեսքը մի քիչ փոխվեր։ Բայց այն ինչ որ հիմա արվում, օրինակ Նորքում են օրը տեսա մի հատ շատ գեղեցիկ ճարտարապետական տես համալիր է կառուցում բնակելի։ Հայկական կամարներով, կարմիր տուֆ է օգտագործվում, խառը նյութեր, այսինքն խառը քարեր, տրավերտինի հետ միասին կարմիր տուֆ, թե օրանժ տուֆը շշմելու մի գործ, շշմելու, օրինակ ես շատ հավանեցի։ Ես էլ ծանոթ եմ ու ես էլ եմ տեսնում շատ գեղեցիկ ճարտարապետական աշխատանքների, հա, տարբերվող կոնցեպտների, բայց իմ կարծիքով դա մեր շինարարության մոտավորապես 30-ից 40%-ն է։ Մնացած հատվածը ավելի շատ բիզնես մոդելին է վերաբերվում, հա, անդրադառնալով հետ գալով դեպի բիզնես, օքեյ, սաղս հասկանում ենք, որ բոլորը բիզնես են անում ու պետքա դա արվի, բայց դրա հետ մեկտեղ օրինակ ինձ շատ դուրեկած պրոյեկտներ կան, Ամանոնն է շատ գեղեցիկ պրոյեկտ մեր, Pullman-ն է շատ գեղեցիկ, ինքը հայկական շինարարություն է, բրենդը ֆրանսիական, հա, Ակորինն է, որը պրեմիում ապարտ ատել է ավելի շատ։ Ծաղկաձորում կան գեղեցիկ պրոյեկտներ, այո, շատ գեղեցիկ պրոյեկտ, չհաշված իր խիտ լինելուն, Բյուրեղ թաղամասն է գեղեցիկ պրոյեկտ որպես ճարտարապետական պրոյեկտ, բայց այնտեղ մի քիչ խտություն օրինակ ինձ դուր չի գալի։ Ու կան շենքեր, կառույցներ, որոնք ինչ որ միջավայրի հետ ընդհանրապես չեն համապատասխանում, այսինքն կան այդ քո ասած հին շենքերը, որոնք չեմ կարծում, որ շատ մոտ ապագայում քանդվելու են կամ վերակառուցվելու են, որովհետև շինարարությունը ոնց որ գիտենք Երևանից սկսում է դուրս գալ մարզեր, որը շատ լավ է աստ ինձ։ Ու այդ մի հատ sense կառոպկա շենքը գցում է ամբողջ տեսքը։ Իմ ոնց որ բանը դրա մեջ է, հա, ասածը։ Ընդհանուր առմամբ պրոյեկտները այս վերջում մի հատ պրոյեկտ ցույց տվեցին, բանում էր Արշակունյացի, նույն Բյուրեղի դիմացի մայթին հետևի կողմը, առաջվա Սասի կողքը։ Շատ սիրուն պրոյեկտ է, շատ գեղեցիկ պրոյեկտ է։ Այդ պրոյեկտ առանձնահատուկ պրոյեկտները
իհարկե գեղեցիկ պրոյեկտներ շատ ունենք։ Ինչի Մսի Սառնարանի այդ նախքին Մսի Հենց դրա հետ եմ Սառնարանի հա դե Հենց դրա հետ եմ։ Զուրաբյանն Հա, այդ շատ գեղեցիկ պրոյեկտ է։ շշմելու պրոյեկտ է։ Որպես կոմերցիոն Դալան տեխնոպարկն էլ է գեղեցիկ պրոյեկտ է, որը շատ մեծ ներդրում է արած ու լուրջ պրոյեկտ է իրականացվելու, բայց դրա հետ մեկտեղ կան իմ կարծիքը նա է, որ պետքա մոդելը, հա, չեմ ասում հին մոդելով շարժվենք, չեմ ասում ինչ որ նոր մոդել, ուղղակի մոդելը փակենք, որ մի մոդելի վրա հիմնվի մեր ամբողջ շինարարական բումը։ Այսինքն եթե մենք օգտագործում ենք ապակի քար բանը, հա, կոնցեպտը, օքեյ, թող ամբողջությամբ լինի ապակի քար կոնցեպտով, բայց չլինի sense ամբողջությամբ սեֆտուվ սպիտակ տրավերտին ու այդ շենքը ոչ մի բան իրանից չի ասում։ Ինքն խնայողության խնդիր է այդտեղ ըստ քեզ, որ մարդիկ խնայում են ինչ որ լավ ճարտարապետական դետալներ ավելացնեն շենքի վրա, թե ուղակի ճարտարապետների խնդիրն է։ Ես ասեմ սենց, դա ավելի երևի կառուցապատողների խնդիրն է, որտեղ շատ կառուցապատողներ ցավոք սրտի ինչ որ մրցակցության մեջ են իրար հետ։ Ով ավելի, չգիտեմ, ինչ որ վաու էֆեկտով շենք սարքի կամ ինչ որ ավելի ճոխ ինչ որ բան սարքի, դա բացարձակ պետք չէ դրա հետևից։ Բոլորս հասկանում ենք, որ վաու էֆեկտը ուղիղ համեմատական է այդ ալիքի տակ ընկնում են նաև ճարտարապետները, մոռանալով համահնչության մասին։ Այսինքն պետք է անպայման լանդշաֆտի եւ կողքի եղած տների շենքերի հետ պետք է համահունչ լինի կառույցը։ Բայց ելի եմ կրկնում, ի տարբերություն օրինակ 10 տարի առաջվա շենքերի հետ կամ 15 տարվա, հիմա աննկարագրելի։ Իհարկե տեխնոլոգիաները են զարգանում, որակական պահանջմունքն է գնորդների բարձրացել, հա, այսինքն եթե նույն բան համեմատականը տանենք 10 տարի առաջվա պատվիրատուների ու հիմիկվա պատվիրատուների ահռելի մեծ տարբերություն կա։ Մարդիկ պահանջկոտ են դարձել։ Այս պատվիրատուները որ շատ են գնացել իսպանիաներ, իտալիաներ եւ հունաստաններ, տեսել են այնտեղ ինչ շենքեր են սարքում վաճառքի, իրանք էլ մի երկու հատ բնակարան են առել ու հասկացել են, որ բնակելի թաղամասը ոչ թե ինչ որ sense հաստ պատերով պարտադիր տուֆով ու հայկական եկեղեցիներ հիշեցնող ճարտարապետություն պետք է լինի, ժամանակակից ավելի թեթև, ավելի լուսավոր, ավելի շատ ապակի, ավելի շատ լույս, բացվածքներ, բաց հատակագծեր, ոչ թե խուճուճ ինչ որ սովետական մտածելակերպի դրա համար այդ ամեն ինչը փոխվել է եւ դա շատ ուրախալի է։ Ու հիմա երիտասարդ սերունդը ճարտարապետների շատ բանիմաց, շատ հետաքրքիր մտածող, շատ աշխարհ մանեկող։ Իմիջիալոց ձեր ոլորտը դարձել է հիմիկվա որպես մասնագիտություն թրենդային մասնագիտություններից, երբ որ մեր ուսանողական տարիներն էր թրենդային մասնագիտությունը դա IT ոլորտներ, ծրագրավորողներ, կիբերնետիկներ, հա։ Իսկ հիմա էլ է շատ թրենդային։ Համենայն դեպս որոշակի քանակով պակասել է, որովհետև տարբեր process-ներ է գնում։ Դիզայներների ոլորտը շատ աշխուժ ոլորտ է, շատ էֆեկտիվ ոլորտ է, շատ sense լավ vibe-ով ու իրանց քանի որ հարաբերվում ենք, շփվում ենք շատ դիզայներների հետ, հա, այդ ճամփորդելու ցանկությունը, այդ ամեն ինչը ազդում է, որ մարդը այնտեղ ինչ որ տեսնում է, բերի նաև Հայաստան։ Ու այդ միջոցով մենք միջազգայինը, հա, օտար երկրյա մշակույթը, միջազգային թրենդները բերում ենք Հայաստան ու ինչ գործիքներ կարելի է օգտագործել, որ նույն կերպ Հայաստանի մշակույթը տանել դուրս։ Գործիքներից կարևորը դա PR-ն է։ Օրինակ վերցնենք իտալացիներին։ Իտալացիք ոնց են կարողանում իրանց այդ սպիտակ մարմարը, Կարարայի մարմարը ներկայացնել աշխարհին, չէ՞։ Մի տարի մտածենք։ Միքելանջելոն էր այս քարը գնում ինքը ջոկում, գլիբան բերում, տաշում։ Լավ, տես մի հատ ինչ նախապատմություն են հորինում։ Այս չէ որ մենք էլ ենք ունեցել այդ նախապատմությունը, բայց ինչ որ մի կետից ընդհատվել է դա։ Չեմ ասում Կարարայի քարը այդքան լավը չի, ֆանտաստիկ քար է, եւ Կարարայի նման շատ սպիտակ մարմարներ Իտալիայով մեկ կան։ Բայց դու մի հատ նայ ոնց են իրան կարողանում այդ ամեն ինչը մատուցել։ Կամ նույն ճապոնացիք իրանց գրանիտը ոնց են կարողանում, մոխրագույն հասարակ գրանիտ, բայց ինչ մշակումներ են անում։ Այսինքն դու դա կապում ես տեխնոլոգիական հարստության հետ։
դա մշակութային արժեք է, դա ժողովրդի կոնկրետ մշակութային լուրջ արժեք է։ Այ մենք պետք է կարողանանք մեր քարը այտենց ներկայացնենք, թե այս տուֆով, այս տուֆ որ դուք տեսնում եք, այն եկեղեցիները որ կառուցել են, Օրինակ ես գիտեմ, որ դու Անի քո քաղաքը կառուցել ես Դուբայի պրոյեկտի համար Հայաստանից տարել ես տրավերսին։ քար, մի քիչ կիսվի, հա, փորձառությամբդ։ Գիտեմ, որ բարդ ճարտարապետական դետալներ են եղել, հաշվառակ սալիկներ չեն եղել։ Այո։ Ու ինչքանով էր դա արդյունավետ ու արդյոք դա գործիքներից մեկն է հայկական քարը միջազգային շուկաներում որպես բրենդ ցույց տալու։ Դուբայի պրոյեկտը ուզբեկական Ոճի մեջ։ ոճի ուզբեկական ռեստորան էր, ուզբեկական խոհանոց, բայց չուզեցա այս ուզբեկականը ընդգծել, անունը դրեցի օրդա, ոսկե հորդայի կոնցեպտը վերցրեցի եւ փորձեցի ընդհանրացնել մի քիչ ուզբեկական, մոնղոլա, տաջիկա, միջին ասիական խոհանոց։ Եվ ճարտարապետական էլեմենտ վերցրեցինք այդ բաշմակները, այսպես ասած, հիմքերը, սյուների, իրանց փայտի հիմքերի։ Երկար մտածելուց հետո սկզբից տենց կրաքարի պես բաներ էին ման գալիս, բայց հետո հասկացա, որ մեր տրավերտինը շատ տեսքով շատ մոտիկ է, ասել ինչի եմ ընկնում այս կոմենկոմ, պատվիրեցի։ Չնայած շատ ցավոք սրտի չեմ ուզում էլի նշել։ Ես որոշակի տեղյակ եմ խնդիրներից, հա, ու ասեմ քեզ կաշկանդվել պետք չի, հենց մեր ամբողջ հա նպատակն ու իմաստը այն է, որ թեկուզ եւ օբյեկտիվ պատմվածքը պատմելու, հա, խնդիրների մասին բարձրաձայնելով օգնենք արտադրողներին, որ իրենք լսեն, հասկանան ինչը պետք չէ անել այդ տեսակ բաներում, հա, պրոյեկտներում, ոնց է պետք մոտենալ այդ պրոյեկտներին, այնպես որ լրիվ բաց, ազատ, իհարկե կարաս կոնֆիդենցիալությունը պահպանես։ Չէ, դե միանշանակ կոնֆիդենցիալություն, ես չեմ սիրում բարձրաձայնել այդպես բանի մասին, բայց ամենակարևորը ինչ եմ ուզում ասել, որ կատարողը իմանալով, որ այս ապրանքը գնում է Հայաստանից դուրս, գնում է էմիրություններ, տենց շուկա, եւ պետք է ներկայանին լինի, այնքան վատ էր իր ուպակովկան արել, փաթեթավորումը, այնքան վատ, որ ճանապարհին այս քարերը քանդվել էր այդ փաթեթավորումը, քարերը իրար ջարդել էին, մենք այնտեղ քար էինք վերականգնում։ Հա, ես տեղյակ եմ պատմել ես դրա Չնայած ես մասին, որ դեֆեկտից սարքեցի էֆեկտ, սարքեցի պրտինքը 5 քարեր ջարդվել է, մենք կպցրել ենք, օքեյ։ Բայց այդ շատ վատ էր։ Այսինքն այդ անպատասխանատվությունը այնքան որ մի բան անես, փոթ վերցնես, ճանապարհես շուտ, դե այդ բոլոր ոլորտներից առհասարակ պետքա վերանա, ասեմ, որ իհարկե չեմ պաշտպանում քարարտադրողներին, մենք ուղղակի եկել ենք մի եզրահանգման, որ բոլորս միասին, ընդ որում նաև դուք, պետքա իրար օգնենք ու իրար բացատրենք, սովորեցնենք, թե ինչպես կարելի է միջազգային շուկաներում հանդես գալ։ Խնդիրները բոլոր արտադրություններում կան, եղել են ու լինելու են։ Կարևորը այդ խնդիրներին ճիշտ մոտեցում ցուցաբերելն է, ինքն կարար եւ ջարդ լիներ, կարար եւ տեղափոխման խնդիր լիներ, հա, ընթացքում։ Շատ կարևոր է, երբ որ պատասխանատվությունը ու վերաբերմունքը դիմացինի նկատմամբ լինի բարձր մակարդակի, երբ որ դա պահպանված է, համենայն դեպս խնդիրը այդքան մեծ չի դառնում ու չի մեծացվում իմ բանով, հա, փորձով։ Կարսեն ջան, մի հատ հարց, որ հիմա շատ արդի է բոլոր ոլորտներում, բոլորը դրա մասին խոսում են, քննարկում են, քննադատում են, AI-ը փոխելու է ճարտարապետներին ու դիզայներներին, թե ոչ։ Այ, AI-ը մարդկության մեծագույն խնդիրներից մեկն է լինելու ապագայում, մեծագույն։ Մենք հիմա ուրախ AI-ը օգտագործում ենք, ես չէ։ Չնայած ես հասկանում եմ, որ ես պետքա սովորեմ դա ինչ է, եւ այսպես ասած պրոմպտեր ճիշտ գրել, օգտագործել, ուզած չուզած պետքա սովորել։ Դե ամեն նորագույն տեխնոլոգիա անկախ դրանից թե ապագայում մենք իր մեջ վտանգ ենք տեսնում, թե առավելություն ենք տեսնում, պետքա տիրապետել։ Ոնց որ առաջ մարդիկ սեպագրով էին գրում, հետո հայտնվեցին այբուբեններ ու դու չես կարող այբուբեն չի։ Ամենայն դեպս այդ ամեն վատ բանի դեմ պայքարելու, հա, գործիքներից ամենակարևորը այդ վատ բանին տիրապետելն է։ Այո։
բայց այդտեղ մի հատ կա մեծ բայց։ Ինձ որ ասում են AI-ը դա գործիք է, դու ոնց ասես ինքը տենց կանի, այդքան էլ տենց չի։ AI-ը արհեստական բանականություն է, որը զարգանում է ամեն prompt գրելուց։ Ամեն հարցում տալուց ինքը կատարելագործվում է, ու կատարելագործվում է լույսի արագությամբ։ Ու վաղը ինչ կլինի։ Օրինակ նայ, երբ էր մարտ ամսին Չինաստանում էի ու այցելեցինք cloud մեծ գործարան, այնտեղ ցուցասրա չինացիների մոտ այդ ոնց որ ստաբիլ բիզնես մոդել է։ Իրանք բուն արտադրական տարածք շատ քիչ ժամանակ է լինում, որ թույլ են տալիս դու մտնես։ Իրանք օֆիսի առաջի հարգում միշտ ստեղծում են այդ արտադրական տարածքի կոնցեպտը, որ դու ներսը չտեսնես, դու տեսնես այն ինչ հնարավորություն իրանք ունեն։ Ու այդ այցի ժամանակ պրոստը հեռախոսով ֆոտո արեցին իրանց ներքին AI-ով ու 2-3 րոպեվա ընթացքում այդ մարդը աշխարհի որ կետում ուզում ես խոսում էր, ցույց էր տալիս, հա, վիդեոն լրիվ տարբեր սցենարներով գրված, 12 սցենարով գրված տվեցին։ Այդ նույն բանը կարա լինի նաև դիզայնի ու ճարտարապետության մեջ։ Բայց այդ որ ասում ես գործիք է AI-ը, այս պահին ես իրան դիտարկում եմ որպես գործիք։ Բայց այդ նույն պարագայում, նայ, կիբերանվտանգության մասին բոլորս լսել ենք, լսում ենք, ամեն օր դրա մասին խոսում են։ Իսկ ով է ասել, որ Facebook-ից ու Instagram-ից բացի մենք չպետքա ChatGPT-ին կամ ցանկացած ուրիշ AI-ին վերաբերվենք որպես կիբերանվտանգության համակարգ։ Այսինքն իր հետ շփվենք շատ սահմանափակ ու կոնկրետ ինֆորմատիվ։ Բայց ես գիտեմ, որ շատ մարդիկ այն տեսակ ինֆորմացիա են տալիս, հա, այդ AI-ին, որ ChatGPT-ը զարմանում է, ասենք ինքը կախում է այդ այնց ինֆորմացիա են տալի։ Ինքը գործիք է իմ պատկերացմամբ, օրինակ գիտես, որ մենք շատ ենք օգտագործում մեր բիզնեսում, առհասարակ մեր մարքեթինգային բաների գործիքների մեջ ու արտադրական process-ում էլ ենք իրան օգտագործում։ Ասեմ քեզ, վերջի մի քանի ամիսների ընթացքում ես այդ process-ը փորձում եմ կարգավորել AI-ի հետ, ոչ թե որ ասում ենք AI-ը մտնում է արտադրություններ, բոլորին թվում է, որ ինչ որ հաստոցներ են գալի, ռոբոտներ, հա, այդ ռոբոտաշինությունը լավ է, կա, զարգանում է, բայց այդ չի գլխավորը։ Այսինքն արտադրական process-ը պետքա կարողանաս ճիշտ դասավորել ու դրանում AI-ը շատ մեծ օգուտ է տալի, իրականում շատ մեծ օգուտ է տալի։ Դեռևս օգուտ է տալիս, հետո արդեն AI-ի վնասները մենք ինքներս կհասկանանք, կտեսնենք։ Օրինակ, պարզ բան ասեմ քեզ, շատ իմ գոլեգաներ ցավոք անցել են 90% AI-ի։ Հա, արդեն իրանց ուղեղը չի աշխատում։ ուղեղը Եթե ասես աշխատացնելու ինքդ մասը մի հատ մի պարտադիր է, բան ոնց։ ստեղծագործի արա, Կդժվարանան։ այդ ոնց որ մարդիկ քնաբերի են սովորում, չէ՞, մինչև քնաբեր չխմի, չի կարող քնի։ Նույն բանը է դա։ Այսինքն AI-ից օգտվում են, հետո դու նայում ես աշխատանքները բոլոր իրար նման։ Չէ՞ որ AI ինքը ընդհանրացված ամբողջ ինֆորմացիայից վերցված արդեն ստեղծածի վրա, ինչ որ բազայի վրա քեզ տալիս օրինակներ աշխատանքների, երբ որ օրինակ դու ինչ որ հարցում ես տալիս ստեղծիր այս բանը կամ այն, ինքը հույրանից չի հորինում, ինքը արած աշխատանքների բազայի Ինքը վրա data-ա վերլուծում, այդ ինքը նոր բան data-ի չի վերլուծության ստեղծում, արդյունքում ինքը նոր տալիս է բան չի արդյունք։ ստեղծում։ Բայց այդ նույն պարագայում ես մտածում եմ, որ ինքը կարա արդյունք տա, բայց ինքը չի կարա փոխանցի արժեք, չի կարա փոխանցի ոգի, չի կարա փոխանցի պատմություն։ Այդ ամբողջ համադրության մեջ մենք պրոստը իրան եթե վերաբերվենք այս կետում իհարկե, հա, ես իհարկե քո հետ համաձայն եմ, որ ինքը զարգանում է, ինքը մեզանից արագ կրթվում է, մեր տված ինֆորմացիայի հաշվին է կրթվում, հա, ու այդ ամեն ինչի հետ մեկտեղ պետքա հաշվի նստել են փաստի հետ, որ ինքը կա։ Մենք էլ չենք կարա հետ գնանք, չենք կարա իրան վանենք ու ինձ թվում է չենք էլ կարա չօգտագործենք այս կետում Չէ, չեն կարող չօգտագործել։ Ես օրինակ այն օրը Instagram-ում մի հատ post եմ դնում իմ աշխատանքի մասին, ChatGPT-ին ուղակի խոսել եմ, պատմել եմ ոնց է ստեղծվեց պրոյեկտը, ինչ եմ ես մտածել, որտեղից եմ վերցրել կոնցեպտ։ Ասես ոնց որ ընկերական Իսկ դու խոսել։ գիտես, որ հիմա ChatGPT-ն
էֆեկտիվ բյուջեի առումով ռեկլամնի պլաշատկին է։ Դե, Ու մարդիկ հիմա շատ ավելի հաճախ իրենց ինչ որ փնտրում են գրում են ChatGPT-ում, քան մեր ժամանակվա, ասենք Google կամ Yandex որոնողական համակարգերում։ այո։ Ու գիտես ինչ մեխանիզմով է ինքը աշխատում, այն ընկերությունները, ում մասին ինքը ավելի շատ ինֆորմացիա ունի, այսինքն ով ավելի շատ է իրան դատա տալիս, ում հետ ինքը ավելի շատ է կոմունիկացվում ու շփվում, առաջին կետերում բերում է այդ ընկերություններին։ Ինքն այն ժամանակ մենք Google-ում առաջի էջ հայտնվելու կամ վերևի հատվածում հայտնվելու համար գումարներ էինք ծախսում ահռելի, իսկ այս պարագայում ընդամենը պետքա դատա տալ, բայց այդ դատան էլ այնպես պիտի տաս, որ հետո ոնց որ հակառակ էֆեկտը չունենա քո համար։ Ու շատ-շատերն են այդպես Հա, օգտագործում։ տենց է, ցավոք տենց է, բայց ասեմ, նենց տեքստ գրեց, ոնց որ ամենապրոֆեսիոնալ արվեստաբանը կամ ճարտարապետական, դիզայներական կրիտիկը կգրեր։ Ես զարմացած մնացի։ Դե ինքը Իհարկե ես եմ ինֆորմացիան տալիս, ինքը այդ ինֆորմացիան չէր գեներացրել։ հա, բայց քո տված ինֆորմացիան ինքը վերլուծում է, Բայց զարմացա նաև այն օրը ինձնից կարճ էսե են ուզել իմ մասին, ինչ որտեղ հոդված պետքա տպեին, թե չէ։ Ես գրեցի իմ մասին գրի այս ինֆորմացիան, այնց ինֆորմացիա բերեց, ես բերանս բաց մնաց, ասում որտեղից այսքան բան, ես ինքս իմ մասին այդքան բան չգիտեի։ ինքը վերցնում է քո իրա ոնց որ պերեպիսկաներից հիմնականում, ինքը վերցնում է բոլոր բաց աղբյուրներից, որտեղ քո մասին կամ դու ինքդ ինֆո ես տվել, այդ ինքը լավ ուպակովշիկ է։ Չգիտեի, որ Ինքը լավ ուպակովշիկ է։ Ինքը ամբողջ ինֆորմացիան վերցնում է, սիրուն ուպակովկա է անում մի հատ հոդվածի կամ հատվածի մեջ, տրամադրում է քեզ։ Հա։ Ու չգիտեմ դու գիտես թե չէ, անցած տարի ես իմ AI bot-ը ստեղծեցի, Տարոն Բադալյան, your strategic partner, այդ այն մարդկանց համար է, ում հետ որ իմ գործընկերների, ում հետ ես առօրյայում հարաբերվում եմ, շփվում եմ, արտադրողներն են, հա, ու անալիզների արդյունքում, այսինքն 10 ընկերոջ ասեցի մտեք հարց տվեք, ինձ մի ասեք ոնց որ պատասխանը, հետո այդ հարցը ինձ տվեք, ես պատասխանեմ, ինձ պետք է հասկանալ, թե ինքը ինչքանով է համանման պատասխաններ տալիս ինձ, ասեմ քեզ 80-ից 90% դեպքերում ճշգրտությամբ նույն պատասխաններն էր։ Ну, հիմնականում դե ես եմ իրան սովորացրել, ես եմ արժե համակարգը ոնց որ իր համար նախագծել, ինքը օգտվում է այն բոլոր գրականությունից, որից ես եմ օգտվում, բայց այդ հեշտացնում է։ Այսինքն մարդիկ հիմա գիտեն, որ ինչ որ մի հատ հարց տալու համար պարտադիր չի զանգել կամ գտնել, հանդիպել, կարելի է մտնել այդտեղ, հարցը տալ, պատասխանը իմանալ ու շարժվել առաջ։ Այդ մասով ինձ շատ է օգնում։ Միանշանակ շատ է օգնում, բայց հետո որ սկսում ես մտածել, բայց լավ, այդ խեղճ արվեստաբանները, կրիտիկները, լրագրողները, որոնք որ գրում են օրինակ կոնտենտ կամ քո մասին հոդված են, անգործ են մնալու, շուտով շատերն են անգործ մնալու։ Եվ այդ թվում նաև դիզայներներ ու ճարտարապետները։ Ես հաճախ որ AI-ի մասին խոսակցություններ ա լինում, ասում եմ, որ AI-ը լավ ֆիլտր է իրականում։ Ինքը ֆիլտրում է լավ մասնագետին վատ մասնագետից։ Ինքն այն մարդիկ, ովքեր ուղակի, հա, ChatGPT-ի տվածը copy paste են անում ու իրանք ընդհանրապես չեն ուզում աշխատեն այդ ուղղությամբ, որպես բիզնեսի սեփականատեր ես կարծում եմ, որ իրանք պետք չեն իմ ընկերություններում։ Ու առհասարակ, հա, այդ ֆիլտրը հանդիսանում վատ մասնագետին լավ մասնագետից տարանջատելու։ Կարա լինի։ Այդ կարա մոտիվաստի, կարա վատ էֆեկտ էլ ունենա իհարկե, մարդիկ շատ վատավոր գործազուրկ են լինում, հա, բայց դրա հետ մեկտեղ քո ասած դեգրադացիայի դեմ պայքարի ինչ որ միջոց, հա, որ մարդկանց մոտիվացնենք, մարդիկ հասկանան, որ ինչ որ արհեստական բանականություն ստեղծված մի բան, որը էլի ստեղծվել է մարդու կողմից, եկել է ու իրանց այսօր սենց ասած կոնկուրենտ է ու խանգարում է։ Իրանք էլ պետքա սովորեն, որ տեխնոլոգիաներին ու ժամանակներին պետքա ոնց որ համընթաց գնալ առաջ։ Դե միանշանակ լավ կողմեր կան շատ լավ կողմեր կան, ես չեմ հերքում, ես միշտ ամեն ինչի մեջ լավն եմ տեսնում սկզբից, քան վատը, բայց ես հույսով եմ, որ տարիներ անց իմ խոսքերը շատերը կհիշեն եւ մենք կզգանք, թե ինչ ենք աճացրել, հետո սկսելու ենք դրա դեմ պայքարենք։ Այդ Տերմինատոր ֆիլմը հենց այնպես հանված չէր ժամանակին։ Հա։
30 տարի առաջ հանված, նկարահանված Տերմինատոր ֆիլմը հենց այս մեր ապագայի մասին է, որ ստեղծեցին մեքենաներ, հետո մեքենաները մարդկության դեմ դուրս եկան, հետո մարդկությունը պայքարել մեքենաների դեմ եւ sense մի հատ անհասկանալի մի բան։ Մենք բոլորս մի հատ լաբորատորիայի փորձանմուշներ ենք։ Իհարկե։ Կարսյան ջան, հետ գանք մի հատ արտադրության, ոլորտ, բիզնես ոլորտ, այն որ սկզբից դու նշեցիր, որ չգիտեմ ինքը այդքանով բիզնես է թե ոչ, համենայն դեպս ես գիտեմ, որ դու ընտանիքով ես այդ ամբողջ process-ների մեջ ու հիմնական քո գործունեությունը միտված է ճարտարապետության ու դիզայնին։ Դրա հետ մեկտեղ իհարկե ժամանակ ես գտնում քարտադրողների միությանը հատկացնելու համար, քննարկումներ ունենալու համար։ Ինչ կասես քարտադրողներին, ինչ գործիքակազմ ցույց կտաս կամ կօգնես, որ արտադրողները իմանան ճարտարապետների ու դիզայներների հետ հարաբերվելու նուրբ արվեստը սենց ասած։ Նախ արտադրողները պետքա քաջատեղյակ լինեն ժամանակակից պահանջներին։ Ինչ է պահանջվում։ Ինչ տեսակի մշակումա պահանջվում ներկապային, որտեվ տես օրինակ հիմա 4 շարն է, չէ՞, շատ վեն ֆասադներ։ Այո, վեն ֆասադներն են շատ տարածված, որ արդեն օրենքով սահմանված է։ Օրենքով սահմանված է ու թարգից բարձր չի կարելի։ Ավանդական լիցքով շարից գալիս են դեպի վենտ ֆասադներ։ Իսկ վենտ ֆասադները ամբողջ աշխարհում են տարածված, այսինքն մենք պետք է մեր արտադրանքը արդեն այնպիսի մակարդակի հանենք, բարձրացնենք, որը որ գնա եւ արտերկիր, չէ, օգտագործվի եւ համապատասխանի։ Եթե մենք խոսում ենք, որ միջազգային շուկա ենք ուզում դուրս գանք, ուզում ենք արտահանման քանակը մեծացնենք, իհարկե պետք է հետևենք նաեւ որակական պահանջներին ու ստանդարտներին։ Այսինքն այդ քարերը, ոնց որ պրես գրանիտներն են Իտալիայից ստանում, ոնց որ լազերով կտրած, ջետով կտրած եւ հիանում ենք որակով, մենք ինչի պետքա իրանք չհիանան մեր Համաձայն եմ քո հետ, բայց այստեղ պետքա ստիպված լինեմ մի քիչ դեմ խոսամ, որովհետև գիտակցում ենք, որ այդ ամեն ինչը մեծ բյուջե է իրանից ներկայացնում, մեծ ինվեստներ է պետք դրա համար ու ոնց ես կարծում, արդյոք այսօրվա մեր պատվիրատուները, շուկան պատրաստ է այդ տեսակ գնողունակությունը այդ տեսակ բարձր է արդյոք։ Բարդ հարց է տալիս, բայց դա այդքան գնողունակության հետ կապ չունի, ինչքան կուլտուրայի հետ, որովհետև երբ որ պահանջարկը աճում է եւ այդ քո ասած տրենդերը ավելի շատ եթե վերաբերվեն սրան, այսինքն հաճախորդները, կառուցապատողները սկսեն մրցել որակի մեջ, շատ ավելի էֆեկտիվ կլինի։ Եթե սկսեն մրցել, հաստատ կսկսեն։ Եթե ինքը տեսնի, որ իր հարևանի շինարարությունը մի քանի անգամ ավելի արագ է ստացվում որակյալ քար ձեռք բերելու արդյունքում եւ այդ վենտ ֆասադները շատ արագ կողքի շինարարությունում շատ արագ բարձրացան, իսկ ինքը իր դեռ ավանդական կամ վատ որակի քարով մի քանի շարքա բարձրացել։ Ես քո հետ համաձայն եմ, որ դա սկսվում է փոփոխվել, բայց համենայն դեպս վերջին տարիներին սենց մի հատ կարծրատիպ կար, որ եթե պրոյեկտում նախագծված է տրավերտին կամ տուֆ կամ բազալտ կարևոր չի, չգիտեմ դա կառուցապատ չեմ կարա մտնեմ ներքին ոնց որ խոհանոց, դա կառուցապատողի պահանջն է թե շինարարի պահանջն է, չեմ կարա ասեմ, բայց վերդիկտը հետեւյալն է։ Պրոյեկտով նախատեսված է տրավերտ քար, լավ, սենց բերենք, օրինակը։ Մենք այդ շենքում չենք բնակվելու, մեզ պետք է որ պրոյեկտին համապատասխան լինի, որակը հետաքրքիր չի, ամենաէժան ոնց որ ֆինանսական բյուջեով։ Ու այդ ամեն ինչը կոտրում է արտադրողի պոտենցիալը զարգացման, ցանկությունը զարգացման, որովհետև արտադրողներն էլ սովորում են, ինչ կատարվեց վերջին տարիներին, ընդամենը 2016-18 թվականներին 1 քառակուսի մետր տրավերտինը արժեր 6000-6500 դրամ։ Շատ լավ հիշում եմ այդ ժամանակը։ Ու 5 տարվա ընթացքում կրկնապատկվեց արժեքը, որովհետև պահանջը շատացավ ու այդ պահանջի մեջ որակական պահանջը այդքան չբարձրացավ, բայց քանի որ արտադրությունները չէին հասցնում, նաև հանքարդյունանող ընկերություններն էին քիչ, իրանք էլ իրանց հերթին արտադրությանը չէր հասցնում, ուղղակիորեն առանց ինչ որ հիմքի արժեքը կրկնապատկվեց։
Այո։ Բայց հիմա ինքնարժեքն էլ է հետը հավասար գալիս ու այն ժամանակվա 6500 դրամի մեջ արտադրողը կարող է ավելի շատ գումար վաստակեր, քան հիմիկվա 10000 դրամի մեջ։ Ու որտեվ ծախսերը շատանում են, տեխնոլոգիաները շատանում են, պահանջներն են շատանում, աշխատաշուկան իր հերթին շատ ահավոր վիճակում է, բայց այնուամենայնիվ իմ կարծիքով պահանջարկը պետքա որակական պահանջարկի վրա է պետք աշխատել։ Պետքա եւ արտադրողը իր մոտ սելեկցիոն համակարգը, ներդնի, ունենա սորտավորում, եւ շինարարը կամ կառուցապատողը, չգիտեմ, իրենց պահանջները պետքա որոշակիորեն վերաձևափոխեն։ Ես կարծում եմ պետական վերահսկողությունն է պետք կազմակերպել։ Շատ կարևոր է, որ պետությունը վերահսկի շինարարությունը ոչ թե միայն զուտ պրոյեկտային մակարդակի, այլ տեխնիկական շատ կարևոր է, որ ստուգեն այդ վեն ֆասադը, քարի հաստությունն է, քարի որակը, քարի մեջ Համապատասխանում է թե չէ։ նույն տրավերտինի կամ տուֆի մեջ գիտես ինքդ ինչքան կամ բազալտի մեջ ինչքան որակական տարբերություններ կան, չէ՞, Իհարկե։ այդ ծակոտկերությունից սկսած մինչև տեսակարար կշիռ շատ լայն դիապազոն է քարերի մեջ։ Ու օգտագործման վայրերն էլ խնդրահարույց։ Այո։ Այսինքն տեղեր կան, որտեղ որ տրավերտինը պետք չի օգտագործել, բայց օգտագործվում է, տեղեր կան, որ բազալտը, օրինակ, բազալտը իմ պատկերացմամբ դա այն ներքևի ցոկլ կոչվածի, սալիկապատման համար է։ Դրանից վերև արդեն քարը պետքա փոխվի, որովհետև ինքը Ես քո հետ ջրակայունության համաձայն բանն չեմ, առաջացնում։ ես օրինակ բազալտ շատ եմ սիրում եւ բազալտը նայած ինչ ձև մշակվի։ Օրինակ Սալիկների մասին է խոսքը։ սալիկները նույն, օրինակ թամանյանական շենքերը նայում ես, 90% բազալտը բուչարդայով է։ Այդ մուրճահարված, այսպես ասած, ծակոտկեն հատուկ մշակում անցած նույն բազալտի վրա օպերայի թատրոնի մեջ որը շատ շենքը ավելի նայում ես այդ բազալտները շշմելու քարեր են, չէ՞, բայց ինքը չի նայվում որպես ուղղակի էժան բազալտ, ինքը արժեք այդ բուչարդան հասարակ այդ ծակոտկենությունը, այդ ռելիեֆային մշակումը արդեն ինչ մեծ արժեք է տալիս քարին կամ գծավոր թեկուս ոնց որ են շուբ քարի նման մշակվում է մանր եթե տենց մշակումներ լինեն իհարկե եթե տենց կամ անտիկ եթե մշակվի իսկ ինչ վատ է շատ գեղեցիկ քար է դառնում բազալտը շատ բայց բազալտը եթե ուղղակի սղոցի տակից բերում են շարմեն ոնց որ ցեմենտ լինի դե ես դրա մասին եմ ասում որովհետև ինչքան process-ը ավելանում է այդքան ինքնարժեքը բարձրանում է, այդքան գինը բարձրանում է, այդքան պահանջարկը իջնում է։ Բայց մեր երկրում խնդիր կա ինչի։ Ամեն ինչ հիմնված է մարդկային ռեսուրսի վրա։ Պետք է մի քիչ մարդկային ռեսուրսը քչացնել։ Հասկանում եմ, որ շատերը կմնան անգործ, բայց այդ նույն մարդը, որը որ ինչ որ ֆունկցիա է կատարում, կկրթվի մի քիչ եւ կսկսի ղեկավարել այդ գործիքը, այդ հաստոցը։ Օրինակ նույն Չինաստանից կարելի է բերել մի հատ գիծ, որը այն որակի քար կարտադրի ու շատ ավելի արագ ու մեծ մասշտաբներում, քան 20 հոգի կանգնեն իրար հետ միասին մշակեն։ Համաձայն եմ, բայց այդ նույն պարագայում Կարսեն ջան, ձեռքի աշխատանքը ավելի շատ է գնահատվում, քան հաստոցի աշխատանքը։ Եթե օրինակը վերցնենք մեր խաչքարագործության վրա, խաչքարագործության մասին չեմ ասում այդ նախշերի կամ ինչ որ դաջվածքների քարի վրա անելու։ Ես խոսում եմ ուղղակի պարզ շարի, սալիկների, այո, բայց կարելի է այնց որակ փոխանցել այդ որակ տալ այդ քարերին, որ շատ մրցունակ կլինեն այդ քարերը եւ ոչ մեկ չի անգամ մտածի պրեսգրանիտ օգտագործել պարսկական, ասեն ավելի լավ է գեղեցիկ բազալտից բարակ 1 սանտիմետրանոց սալ ստանալը շատերի համար այդ բարդ է բան, բայց իրականում ոչ մի բարդ բան չկա, ուղղակի հաստոցի խնդիր կա։ Ոչ միայն հաստոցի խնդիր կա, այդ մասով ես ոնց որ չեմ համաձայնվի, հաստոցի խնդիր ինչ որ ձևով կա, ինչ որ ձևով չէ, այսինքն կարծում եմ ոլորտը այն этаպում է հիմա, որ հաստոց ձեռք բերելը մեծ խնդիր չի, մանավանդ հիմա բանկային համակարգը օժանդակություններ ունի, լիզինգներ ունի եւ այլն։ Շատ լավ Բայց պայմաններով ստեղ մի հատ շատ կարևոր խնդիր կա։ Արդյոք մեր հանքերը կարողանում են ապահովել այդ որակի հումք, որը կարելի է օգտագործել, իսկ հանքերի մասով այդ արդեն լրիվ առանձին հանքերի 90%-ը պայթացնում է։ Պայթացնում են, ճաքում է ամբողջ։ Պայթացնում են, ճիշտ չեն մշակում, այդ էլ է արտադրական process, այդտեղ էլ կան որոշակի տաբուներ, որ պետք չի խախտել, բայց դրա հետ մեկտեղ էլ կա բնության ֆակտորը, այսինքն մենք կարանք ունենանք
հանք, որը տա շատ գեղեցիկ քար, շատ սիրուն, շատ որակով քար, բայց ինքը մեր լեզվով ասած բլոչնես չունենա, այսինքն մեծ բլոկներ տալու հնարավորություն չունենա ու այդ իսկ պատճառով այդ քո ասած process-ների մեջ ինքը արդեն անպիտան է, բայց սալիկ ինչքան ուզես շատ որակով։ Ինքն մարդն էլ որպես արտադրող, որպես բիզնեսի սեփականատեր invest անելուց հաշվի առնում այդ փաստերը, չէ՞, օրինակ այդ քո ասած 1 սանտիմետր կամ ավելի բարակ կտրելու հաստոցները էժան չարժեն ու հիմա առավել եւս դուրս են եկել ալմաստի թելով կտրվող հաստոցներ, որի հաստությունը 2 մմ է, եթե չեմ սխալվում, թելի։ Հա ինքը էֆեկտիվ է քարի կորուստի եւ այլնի համար, բայց արժեքը այնքան բարձր է, որ մարդը նայում է լավ բերեմ։ Ես ինչ հումք եմ դնելու իր տակ, որ ինքը կտրի ինձ տա այդ product-ը։ Դրա համար շատերը խուսափում են դրանից։ Այդ արտադրական ինֆորմացիա sense ասած, որը պետքա հստակ հասկանալ ու իմանալ։ Երբ որ պահանջարկը կփոխվի, կվերաձևավորվի, ինչ որ մոդեռնիզացում կապրի, ինձ թվում է գոնե 1-2 տենց հաստոցներ Հայաստանում կլինեն։ Այդ հաստոցները շատ պետք է լինեն եւ հիմա բազմաթիվ հաստոցներ կան, ես անդադ հետևում եմ, անդադ իմ Facebook-յան էջին բերում է գովազդներ տարբեր չինական հաստոցներից, թե ինչ հաստոցներ են արտադրում, ինչ հնարավորություններով։ Բոլոր իմ ընկերներին, ծանոթներին, որոնք որ կապ ունեն քարի հետ, միշտ ուղարկում եմ, ասում սենց ինձ էլ էս հաճախ անդադ քեզ եմ ուղարկում։ Սենց հաստոցներ ա պետք ձեռք բերել, որ աշխատանքը արագ կազմակերպվի, բայց իհարկե ճիշտ ես ասում, երբ որ հումքդ անորակ է, վերջնական հումքդ բարդ է ստանալ որակյալ, այս պետք է սկզբից գնալ ուրեմն։ Հումքը անորակ ասվածը սենց է, հիմա մեզ լսողները կմտածեն, որ մեր հանքարդյուն անող ընկերությունները անորակ ապրանք են մատակարարում, այդ տենց չէ, բնությունն է մեզ տալիս, մենք ղեկավարվում ենք կոպիտ ասած բնության տրված բարիքներով։ Եթե բնությունը տալիս է լավ որակի մեծ բլոչնես ապահովող քար, իհարկե հանքարդյուն անողներին պետքա որ այդ քարը իրացվի ու դառնա ճարտարապետական product պրոյեկտ։ Կարսեն ջան, շատ շնորհակալ եմ այսօրվա մեր sense ջերմ ու էֆեկտիվ զրույցի համար։ Ես հենց sense էլ իրականում պատկերացնում էի Stone Talks-ի առաջի հաղորդումը ու ինձ թվում է մենք կհանդիպենք մի փոքր էլի ուշ այս մեր քննարկման արդյունքները արդեն քննարկելու ու եւս ինչ որ գործիքներ, ինչ որ кейսեր բացազատելու կամ բարձրաձայնելու համար շնորհակալ եմ շատ։ Մեծ սիրով, շնորհակալություն։